նոր
15 հարցից մնացած 15 հարցից 5 հարցի ընտրություն պետք է կատարեն աշտեն մեր թիմերը, 3 թիմերը։ Մյուսները լսում են, շատ արագ է անցնում երկրորդ փուլը որպես կանոն, լսում են, վերջացնում են, ամբողջը և դրանից հետո աշտեն կլինի մրցանակապ աշխատությունը։ Կախված այն բանից, թե ինչպիսին կընթանա այսօր մեր մրցույթը, ինչպես կընթանա և ինչպիսի արդյունքներ դուք ցույց կտաք, մենք կորոշենք, թե ապրիլի 30-ին Կենտրոնական բանկի կողմից հրավիրվող և անցկացվող տրեյնինգին ինչպես է ներկայանալու Շիրակի մարզը։ Այն լինելու է մեկ դպրոցի թիմ, ներկայացող թիմը, թե լինելու է Շիրակի մարզի հավաքական։ Այսինքն հնարավոր է, որ տարբեր դպրոցների այստեղ ներկայացված աշակերտներից լավագույնները ընդգրկված լինեն նաև այդ թիմերի մեջ։ Այսը Հարցը ես կգարտամ բոլորի համար, բայց բնական է ձեզ թեստիկները կտրվեն և դուք այդ թեստիկներով արդեն կնայեք։ Ուզում եմ մինչև այդ հարցը սկսելը, մի ամբողջ փոքր տեսամ, թե դուք իշքան եք տնտեսագիտությունից հմտացած, մեկ հատ հարց եմ տալիս, որը բացարձակապես կապ չունի ձեր գիտելիքների նախաբանդինի, ու մենք անցնում ենք առաջ։ Ձեր եք հարցացնում և անմիջապես պատասխանում եք։ Այս հարցը ինչի մասին, որ մենք խոսելու ենք, ձեր հարցերի մեջ չկա։ Խնդրում եմ ինձ պատասխանեք, ինչ է նշանակում հավասարակշռված բյուջե։ Հարցը ձեր եք հարցացնում։ Բյուջեի մեջ եկամուտը ծախսերը հավասարված են իրար, ոչ կա ավելի, ոչ բավարարություն, կոչվում է հավասարակշռված բյուջե։ Ապրես, շնորհակալություն։ Ձեզ բոլորիդ հաջողություն։ Ես խնդրում եմ հիմա մշակութային վարժարանից մեկը մոտենա ինձ։ Հարց համար 19։ Ձեր քեշիկի հարցի վրա գրում եք նաև ձեր դպրոցը։ Հիմա հենց բաժանեցի դպրոցն եք գրում, հետևի մասում։ Քեշիկի վրա եք Հարց համար 19, տրվում է 2 րոպե։ Ինչպես է որոշվում պահանջարկի առևտրականության գործակիցը, ներկայացրեք բանաձևը և մեկնաբանեք ժամանակ։
Ժամանակը լրացա, հանձնում եք թեշտիկները։ Թվեք և մեկնաբանեք ֆինանսական հաշվետվությունների տեսակները։ Գոնե թվարկեք ֆինանսական հաշվետվությունները որոնք եք։ Ֆինանսական հաշվետվությունների տեսակները դրանք ըստ ժամանակագրության, լինում են եռամսյակային, տարեկան, իսկ տեսակները որոնք են, հաշվետվություններ են տալիս, հաշվապաններ օրինակին չեն հանձնում, ամեն եռամսյակը մեկ բալանս չեն հանձնում, այդ չեք լսել, եկամտի հաշվետվություն չտվեցիք, հանձնեցիք եկամտի հաշվետվություն, դրանք ֆինանսական հաշվետվություններից են, խնդրում եմ ինձ մոտենալ, կենքի աշակերտը, 3 հարց հետո ես մոտավոր միավորները կասեմ։ Սպասեք։ Երրորդ հարցին տրվում է 2 րոպե, խնդրում եմ բաժանեք։ Երկու րոպե, ժամանակ։ Արտակը $2000 դրեց Հայ բիզնես բանկում, որը վճարում է 24% փաստեցված եռամսյակը մեկ։ 3 տարի հետո որքան գումար կունենա Արտակը բանկում։ Մեկ 24
ծրագրի մասնակից դպրոցներ եք, ուրեմն պիտի կարողանաք նաև պատասխանել հետևյալ հարցին։ Ոչ դեպքում է բաժնետիրական ընկերությունը համարվում բաց բաժնետիրական ընկերություն։ Եվ իր անդամների միջոցով եւ մնացած մարդկանց միջոցով որը իրականացնում է Օպերացիոն կարող են բաժնետոմսերը վաճառել եւ կողմնակի Այսին ամբողջ հասարակության Սենան Հոդոնից մեկը Տնայք իշտեն ենք $5, 10 դետար, այսուր տողոս է կրեմ, 5-ից 15 տողոս է Շրջական Ժամանակը դրական
արտադրել ինչքան ինչ գնով, որոշում է թե ինչ արտադրել, ինչքան ինչ գնով եւ ստացված եկամուտը։ Պես Բիզնես պլանը ներառում է բիզնեսի համար կատարված հաշվարկները, այսինքն ինչ գումարներ են ծախսվելու, ինչ եկամուտներ հնարավոր է ստացվեն, ներառում է նաև վտանգներ սպոտ վերլուծությունը, որը ներառում է ինչպիսի վտանգներ ու ռիսկեր կարող են լինել բիզնեսի դեպքում։ Շատ լավ, շնորհակալություն, երկու պատասխաններ իրենցով ինձ մոտենում է մեր փոքր Խավատոր վարժարանի վարժարան ավակ դպրոց է, չէ՞։ Հարց համար 10 տեստրվելու է քանի րոպե? 2 րոպե։ Երկու հատ տվեք։ Հարհասար նրան տարեկան 12 Կերպակ չգերազարցել։ Տարեկան 10 Ես այսքան հագեց Այն ծախսը, որը երբեք չի փոփոխվում։ Եթե ուզում եք որևէ ձեռնարկություն կառուցել, ապա վերցնում եք որևէ հողատարածք, որոշակի հարկ մուծելով, ապա այդ հարկը անփոփոխ ծախս է, որովհետև չեն կարող հարկը կիսատ մուծել, ավել մուծել, իսկ փոփոխում ծախս է օրինակ հումքը։ Ձեռք ենք բերում հումք, կարող ենք փոփոխել քիչ շատ։ Քանակը վերացում
վաճառքից եւ ստացած շահույթից կախված չէ, իսկ փոփոխական է եւ կախված։ Շատ լավ։ Հաստատուն ծախսերը ապրանքների համար կան գործիքներ ֆիրմայի համար, այդ հրապարակ դեպքում օգտագործող ծախսերն են, նաև հողի համար եւ այլ ծախսեր, որոնք են վերաբերում ապրանքի ստեղծման համար, ապրանքի համար, որոնք վերաբերում են ապրանքի արտադրման համար, այդ փուլը եւ այլ ուժեր, որոնք եղում են ամեն անգամ ապրանքի արտադրելիս, նրանք փոփոխի ծախսերն են, եւ անկանոն հրաշքները կլինի ֆիրմայի ծախսերը։ Շատ լավ, Կատյա։ Ես ճիշտ պատասխանը կարող են նույն բանը ասեմ, հաստատուն ծախսերը այն ծախսերն են, որոնք բիզնեսի ընթացքում չեն փոփոխվում, այսինքն օրինակ դա կարող է լինել, եթե տարածք ենք վերցրել, տարածքի վճարը, վարձը, իսկ փոփոխուն ծախսերը օրինակ պարզ օրինակ լույսի վարձը, գազի վարձը, որոնք ամեն ամիս կարող են փոփոխվել։ Շատ ուրեմն մենք տարբերակեցինք փոփոխական ծախսերը, որոնք փոփոխվում են, ճիշտ ասեցիք, արտադրության քանակի ծավալի հետ կապված եւ հաստատուն ծախսեր, որոնք կապ չունեն արտադրության ծավալի հետ։ Շատ հիմա ինձ են մոտենում մի հոգի 27 դպրոցից։ Չորս րոպե ժամանակ։ Երկու անգամ տողոս Չէ, երկրորդ անգամ մենի տողոս Բայց արդեն տողոս է դնտացքում տվել է Ամեն անգամ երկու տողոսը Տարեկան սարդային 6 տողոս Ջեկանցից հետո, այսինքն երկու տողոսը վճարի Мама, мне взять этот вариант. Որը Ան Ֆիրման հրդի $100,000 բանկ է վերցրել 1 տարով, տարեկան 6% տոկոսադրույքով, պայմանով, որ տոկոսների վճարումը սկսելու է 3 ամիս հետո։ Առաջի ենթահարցը 3 ամիս անց ֆիրման բանկին պետք է վճարի
Եվ 4 տարբերակ է ներկայացված եւ երկրորդ կենտահարցը 1 տարի անց ֆիրման բանկին պետք է վճարի։ Բացի նշումից դուք պետք է ես ասեցի կատարեք նաեւ հաշվարկները։ Եվս Հաշվարկը ներկայացնելու է։ Ով եք թղթի վրա արել։ Քանի ոգի թղթի վրա արել, բայց այնտեղ չեն նշել։ Տվեք թեշտիկի վրա գրված։ Պատրաստի վիճակում տվեք, եթե պատրաստ եք տվեք արել։ Չէ, հիմա մի գրեշ։ Եթե հաշվարկված եք, հատվեք։ Հələ ձայները, հա? Հիմա որ թիմը խոս։ Ինչ են իրենցից ներկայացնում, ովքեր են ավելի ճիշտ, բաժնետիրական ընկերությունների բաժնետերերը։ Մասնակցում են կառավարմանը ունեն իրենց մասնեկ բաժինը եկամուտից, էլ ուրիշ պատասխան բաժնետոմսերի սեփականատերերն են, կարող են բաժնետոմսերը վաճառքի հանել վաճառքի Բաժնետերերը բաժնետիրական մեջ կատարում են որոշակի ներդրում եւ ունենում են իրենց համար հատուկ բաժնետոմս, որի միջոցով կարող են ստանալ իրենց ներդրման համար հատուկ եկամուտ։ Այսինքն դու տարբերակեցիր սովորական եւ հատուկ Բաժնետոմսերը բաժնետերերը ուղղակի բաժնետիրական ընկերության սեփականատերերն են, չէ՞։ Շատ լավ։ Տնտեսագիտական բաժանից որ հետո չասեք թե սերանդերով փոփոխություններ չլինեն։ 11 Մի րոպե Ես հարցը պիտի կաշտամ նոր ցես հնարավորություն տամ Գրեք պատասխանը Եվ ասենք թե քանի րոպե ես պետք Հետևում է 2 րոպե Հարցը $250 արժողությամբ սառնարանի գնման համար խանութը քննորդին առաջարկից նախապես վճարել $60, իսկ հաջորդ 12 ամիսների ընթացքում վճարել Վճարել ամսական $20, ոչ տան է աբարիկի արժեքը տվյալ խանութում, գտնել տարեկան տոկոսի չափը։ Բաժանում ես ամենավերջինը նոր ցեզ ենք տալ։ Ապարիկի արժեքը
ասած որ հաշվես։ Top 19 իննուկես ուտուկես բեն հավասարեց իննուկես ծոր հանես մեկ ճիշտ է Չէ, տարեկան ավել տոկոսի ինչքան դուք է խոսքի ավարտի արժողությունն է։ Տարեկան տոկոսի չափը հատուկ բանաձև ունի։ Ինչքան գումար են ունեցել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի մեջ և ինչպես են օգտագործել այդ գումարը։ Ես ուզում եմ, որ հիմա լսեմ Քեթկին և Պալատոնին։ Բարձր։ Գետի միջնակարգ դպրոցի շահարկը կազմել է 5800 դրամ, որով ինչպես նաև մի շարք ներդրումներով կատարելու ենք դպրոցի ֆուտբոլի դաշտի նորոգումներ, 30,000 դրամ տրամադրել է գյուղապետը և այդ գումարով պետք է վերանորոգենք դպրոցի ֆուտբոլի դաշտը։ Շատ լավ։ Կատյա ջան, մեզ ասես ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Պատասխանատվությունը պետք չէ շփոթել բարեգործության հետ, այսինքն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը շարունակական է և կատարում են ընկերությունները իրենց ապագան, այսպես ասած, ապահովելու համար և հասարակությանը օգուտ տալու համար։ Տարի համբավի համար։ Այո, շնորհակալություն Քեթկին, լսենք Պալատոնին։ Սկզբից ունեցել ենք 15,000 դրամ, որից շահույթը ունեցել ենք 9,000 դրամ, իսկ դրանից մենք պետք է որոշել ենք կատարել բարեգործական և գիրք գրադարան նվիրենք Ծաղուտ գյուղին։ Գրադարան եք նվիրելու Ծաղուտ գյուղին։ Եղավ, շնորհակալություն։ Լավ, մոտենում ենք մեկը երրորդ խաղացից։ Ստորև քվարկած մեծությունները գումարելով հազարությամբ մեկի մենք ստանում ենք ազգային եկամտի ծավալը։ Նշեք, թե որն է ավելորդ, ձեզ տրվում է 2 րոպե։ Շատ հեշտ Էլի պարը։
Շրջարել են 20 Հա, 12 անգամ 240 Հետո որ ինքը անել է և ինչ է Չէ, ուզեմ թե մեզ Չէ, մի չաղանել 250 դոլարի որ անել են Մեջ կան չես կարող Ո՞վ չի մոտեց է? Երկը մոտեց է? Մշակութային եկը? Այն վերջը 27-ը Առաջադրանքի համար 5-ն է Թեզ տրվում է 3 րոպե ժամանակ գրված չէ, վրեն կարող եք հրել լրացնելու եք ահուսյակը հաշվելու եք ինքնարժեք և միավոր արտադրանքի ինքնարժեք Թեզ տրված է ահուսյակի մեջ 3 տվյալ Ձեր ամունքից է, գիտեք, համ դու փոքնեցիք, համ մենք
Երրորդ հարցը ինչ ենք հաշվի առնում առևտրային բանկ ընտրելիս։ Տոկոսադրույքի չափը։ Տոկոսադրույքի չափը, շնորհակալություն։ Ներկայացրել են իրենց առևտրային բանկը, որը իրենք պետք է ստեղծեին, և հիմա ես ուզում եմ, որ պատասխանեք հետևյալ հարցին։ Կովաստի ռազմավարություններից որն եք օգտագործել։ Օգտագործել ենք դրամավարական կովաստը, այսինքն հաստատելով ժողովրդին և հասարակությանը մեր բանկի գործառույթները, ներկայացնում ենք մեր բանկը։ Շատ լավ, շնորհակալություն։ Երկրորդ հարցը։ Ինչ գործառույթներ ունի առևտրային բանկը։ Ուրեմն մենք տրամադրում ենք հատուկ ձեռնարկությունների 10% բաժկեր, մարդկանց ասացների 5% տոկոսադրույքով բաժկեր, ապահովում ենք ուսանողական բաժկեր շմարքերի պայմաններով, թե Հայաստանի բուհերի, թե արտասահմանյան բուհերի համար, տրամադրում ենք հատուկ զենքային քարտեր, ինչպես նաև կատարում ենք տարբեր տեսակի փոխանցումներ, ինչպես արտասահմանից Հայաստան, այնպես էլ Հայաստանից արտասահման։ Շնորհակալություն։ Եվ անցանք երրորդ հարցին, ինչն եք հաշվի առնում, երբ ընտրում եք առևտրային բանկ։ Իրացվելիությունը, ապահովությունը ու տոկոսադրույքի չափը։ Արտադրիր ինչ է իրացվելիությունը։ Իրացվելիություն, այսինքն ինչպես պետք է ժողովրդի, օրինակ արտադրիչների դրած դրամը շրջանառվի բանկային գործունեության ընթացքում և քանի տոկոս պիտի պահպանվի նրա դրույքաչափից։ Ով է պատասխանում։ Խմբակար։ Հարցը նշեցնում եմ, խմբակար չեք պահում, մեկը պիտի կարելի։ Ներկայացվել է բանկը, ինչպես է կոչվում բանկը։ Բանկը ավելի ճիշտ կարգախոսն է գրած, ձեր հուսալինքերը։ Ու կարգախոսը մենք փորձել ենք հաճախորդներին ցույց տալ մեր բանկի ապահովությունը եւ հուսալիությունը։ Շնորհակալություն, պատասխանում ենք հարցին, Կովաստի որ ռազմավարությունն եք ընտրել։ Կովաստին մենք ասացինք։ Լավ, արդեն պատասխանեցիք, ինչ ես ասել։ Այդպես, հա, այդպես հաշվի առնեմ, հոգի, թե ում ես պատասխանում։ Ստեղծել ապահովության եւ հուսալիության զգացում։ Շատ լավ։ Ինչ գործառույթներ ունի առևտրային բանկը։ Հասարակությանը տալիս է գումարներ, ընդունում է գումարներ, բաժկեր, ցածր տոկոսադրույքներով, կատարում է փոխանցումներ եւ աջակցում է նորաստեղծ ձեռնարկություններին։ Շնորհակալություն, եւ ինչ ենք հաշվի առնում, երբ մենք ընտրում ենք առևտրային բանկ։ Հուսալիության եւ ապահովության վստահությունը եւ ռիսկայնության ցածր մակարդակ։ Շնորհակալություն։ Տնտեսագիտական բաժարը։ Ներկայացրել եք ձեր բանկը,
Եվ խնդրում եմ պատասխանեք, Քովալդի վրա ռազմավարությունն է օգտագործված։ Օգտագործված այն ռազմավարությունը, որը ներկայացնում է հայտնի մարդու կողմից երաշխավորված է մեր բանկը։ Շատ լավ։ Երկրորդ հարցը, ինչ գործառույթներ ունի առևտրային բանկը։ Տրամադրում է ուսանողական վարկեր միջին տոկոսադրույքով, որը եւ ցույց է տալիս մեր բանկի ապահովությունը, որ մեր բանկը շատ վստահ բանկ է։ Եվ երրորդ հարցը, ինչ ենք հաշվի առնում, երբ մենք ընտրում ենք առևտրային բանկ։ Հաշվի ենք առնում բանկի 24 ժամյա աշխատանքը, բանկի ապահովությունը, ուսանելիությունը եւ բանկի տոկոսադրույքի չափը։ Շնորհակալություն։ Երեք դպրոց ավանգարդ հարցերին պատասխանելու մեկից, հա։ Քովալդի հետևյալ ռազմավարությունն են կընտրել, այսինքն Քովալդի միջոցով մենք մարդկանց հորդորում ենք օգտվել մեր բանկից, քանի որ մեր բանկը համ սպասարկման առումով է հարմարավետ, նաև ցածր տոկոսադրույքի առումով է հարմարավետ, նաև ունենք մեր մասնակիցները Ամերիկայում եւ Շվեյցարիայում, այսինքն դրա շնորհիվ ավելի լավ աշխատանք է կատարում։ Շնորհակալություն։ Ինչ գործառույթներ ունի առևտրային բանկը։ Առևտրային բանկը ունի վարկեր տրամադրելու, գրավի, ավանսներ ներդնելու գործառույթ, նաև դրամափոխանակության գործառույթ եւ փոխանցումներ կատարելու գործառույթ։ Շատ լավ։ Ինչն ենք հաշվի առնում, երբ ընտրում ենք առևտրային բանկ։ Առաջին հերթին հաշվի ենք առնում տոկոսադրույքի չափը, վարկեր կամ ավանսներ ներդնելիս կամ վարկեր վերցնելիս, երկրորդ հերթին հաշվի ենք առնում սպասարկման որակը եւ երրորդ հերթին հուսալիությունը։ Մշակութային վարժարան։ Քովալդի վրա ռազմավարությունն է ԱՇՊ-ի, հա, բանկը։ Քովալդի վրա ռազմավարությունն է հուսալիություն եւ հարաբերություն։ Երկրորդ հարցը, ինչ գործառույթներ ունի առևտրային բանկը։ Տրամադրել վարկեր, ավանդների, ինչպես նաև վարկերի եւ գրավի գործառույթները։ Ինչ են հաշվի առնում բանկ ընտրելիս։ Հուսալիությունը, հարաբերությունը եւ տոկոսադրույքի չափը։ Հասական։ Կարելի է դասել ինչու հենց մեր առևտրային բանկի անունը ակադ է։ Պատասխանում եք հարցի։ Ինչ ռազմավարություն է օգտագործված։ Տրամաբանական կոչ։ Լավ, ինչ գործառույթներ ունի առևտրային բանկը։ Տրամադրում են տարբեր տեսակի վարկեր, ուսանողական, ֆինանսական, ներդրում են կատարում ավանդներ, ունենք նաև մեր օգտվելու համար տրամադրում ենք նաև ազատ պլաստիկ եւ վիզա քարտեր։ Լավ, եւ ինչն ենք հաշվի առնում, երբ բանկ ենք ընտրում։ Ցածր տոկոսադրույքները եւ սպասարկումը։ Ինչ կողմած է ներկայացված։ Այսինքն շահագնական գործառույթները նրա բարձրությունն է, տնտեսական հարցերը լուծում են շատ կարճ ժամանակում։ Լավ, ինչ գործառույթներ ունի կենտրոնական ներողություն առևտրային բանկը։ Հիմնական գործառույթները նրա ցածր տոկոսադրույթն է, ինչպես նաև երկար ժամանակ օգտվող անձանց տրամադրվում են ավելի ցածր վարկեր։ Եվ ինչ եք հաշվի առնում առևտրային բանկ ընտրելիս։ Առևտրային բանկ ընտրելիս հիմնականում հաշվի առնում նրա ցածր տոկոսադրույքը, ինչպես նաև ապահովվածությունը։ Քովալդի վրա ռազմավարությունն եք օգտագործել։
մեր պայմաններից օգտվելով դառնում է հաղթող։ Ինչ գործառույթներ ունի առևտրային բանկը։ Առևտրային բանկը, քանի որ մենք հիմնելու ենք Հայաստանում եւ Հայաստանում տնտեսական շատ վատ վիճակներ են, մեր հենց վարկի գործառույթը ուղղված է գյուղատնտեսությանը եւ տնտեսությանը, նաեւ ուսանողությանը եւ այդ համակարգերի համատեղ աշխատանքի միջոցով դրամադրելու ենք շատ ցածր վարկեր, որոնց միջոցով պետք է ոտքի կանգնեցնենք մեր երկիրը։ Ինչ ենք հաշվի առնում առևտրային բանկը։ Հաշվի ենք առնում սպասարկումը, արագ փոխանցումները եւ մնացած բոլոր դրական տոկոսատվիթները, մնացած բոլոր խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, շատ լավ աշխատեցիք։ Ես վերջի հարցի հետ կապված ուզում եմ, քանի որ արդեն միավորները դրվել են, դրա համար եմ անդրադառնում։ Հարցը հետևյալն է, ինչ ռազմավարություն եք ընտրել։ Ռազմավարություն, Կոբասը ունի ռազմավարություն, այնտեղ մեկը պատասխանեց, որ տրամաբանական կոչ էր, էլ ինչ ունեին, այստեղ պատասխանեցին, որ հայտնի մարդկանց երաշխավորություններն էր, իսկ մյուսները ուղղակի ներկայացրեցին իրենց Կոբասը, ռազմավարության մասին չխոսվեց։ Եվ հաջորդ հարցը, երբ ձեզ հարցնում ենք, թե ինչ գործառույթներ ունեն առևտրային բանկերը, մենք չենք ասում ձեր ստեղծածը որն է։ Մենք ասում ենք առևտրային բանկի գործառույթները, որոնք են, որովհետև հաջորդ փուլին պետք է ներկայացնենք կենտրոնական բանկի գործառույթները, որոնք մեկը մյուսից տարբերվող են։ Դրա համար բոլորը չէ, որ հարցի պատասխանեցին։ Եվ վերջի հարցը, թե ինչ ենք հաշվի առնում, հիմնական երկու հարցի պատասխանում են հուսալիություն, բանկի մեկ հոգի պատասխանեց իրացվելիություն, նաև ներկայացվեց իրացվելիություն, այսինքն ինչքան է հեշտությամբ մեր գումարը կանխիկի վերածվում, ոչ թե այդքան շատ երկար հեքիաթ, կանխիկի վերածվելու աստիճանն է իրացվելիությունը եւ տոկոսատվիթները։ Տոկոսատվիթների եւ ապահովության մասին բոլորը խոսում ենք, իրացվելիության մասին մոռանում ենք, որովհետեւ կարող է հիմա դուք գնաք բանկ, ուզենաք $1000 հանեք, ձեզ ասեն եկեք 3 օր հետո։ Նաև 24 ժամի աշխատանքը դահաշտեն ձեր բանկի առաջարկներ, ոչ թե, դրամանիկ։ Շատ լավ, շնորհակալություն, մենք հիմա կանխենք արդյունքները, ես հիմա հարց ունեմ ձեզ, որպես նաև քաղաքացիական կրթություն ուսումնասիրող քաղաքացիների եմ ուզում հարցնել, որ ժողովրդավարական տեսանկյունով դասեցենք, հիմա մի քիչ հետո կհնչեն արդյունքները, ես խնդրում եմ, որ պատասխանեք հետևյալ հարցին, թե 3 թիմեր պետք է երկրորդ փուլում հանդես գան եւ 5 հարցի հետ կապված պետք է ներկայացնեն 5 հարցի պատասխաններն ընդամենը։ Արդյոք մյուս թիմերը պատրաստ են լսելու բոլորին։ Այդ 5 հարցը նստած լսում են 3 ընդրված թիմերին։ Թե ասենք, թե մենք մրցանակաբաշխություն անում ենք, թողնում ենք 3-ին, իրենք մրցում են, շարունակում են մրցել, մյուսները գնում են։ Երբ մենք ժամանակ տվեք, մենք արդյունքները ամփոփենք, վիճելի հարցեր ունեցած անպայման կմոտենանք, ձեր եք բարձրացնում, բայց նորմալ ձևով։ Եվ կասենք, թե 3 ով են, այդ դեպքում տեղաշարժ կլինի, 3 թիմերի միջև տեղաշարժը տեղի կունենա եւ տեսնենք ինչ։ Ազատան 40-ին
Դրսը հայտնի արդյունք է, Մենք հիմա կամփոփենք արդյունքները, ձեր ներկայացուցիչները ներկա են գտնվել, մենք նորից կան խնդիրներ, որոնք նորից վերանայել ենք միավորների շատ քիչ քանակության փոփոխություններ եղել են, եւ ես հիմա կկաշտամ եւ կշնորհեմ պարտադիրը ակտիվ մասնակցության համար դպրոցներին։ Ուրեմն շնորհվում է Գյումրու մշակութային վարժարանի աշակերտական թիմին։ Հայաստանի պատանեկան նվագումներ, հասարակական կազմակերպության Շիրակի մարզային ներկայացուցչության կողմից տնտեսագիտություն առարկայի շրջանակներում կազմակերպված Բրեյնրինգ 2014 խաղմրցույթում ակտիվ մասնակցության համար։ Շնորհվում է Գետքի միջնակարգ դպրոցի աշակերտական թիմին։ Ես չեմ կարծում այս տեքստը։ Շնորհվում է Գյումրու Պալատոն ավագ դպրոցի աշակերտական թիմին։ Շնորհվում է Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի աշակերտական թիմին։ Ես ասում եմ, որ մի րոպե ինձ մոտ կա նաև Գոգի։ Դուք գիտեք, որ մեր 3 դպրոցները մասնակցել են նաև Ոզնի համակարգչային մրցույթին և մեր ծրագրի շրջանակներում մասնակցած երկու աշակերտները, Թոգին և Ռաֆիկը, արժանացել են մրցանակի Ոզնի մրցույթի ժամանակ։ Շնորհավորենք նաև իրենց Շնորհվում եմ տնտեսագիտական համալսարանի Գյումրու հենակետային վարժարանի թիմին։ Այստեղ գտնվող բոլոր թիմերը, 3 թիմերը արդեն ունեն մինիմում իրենց երրորդ հորիզոնականը, ձեզ հաջողություն եմ մաղթում ավելի բարձր հորիզոնական գրավելու համար և փնտրել Ստենիկի, չէ՞։ Ստենիկի մասին է հարցը լինելու, ձեզ տրվում է 2 րոպե մտածելու համար, դուք պետք է եղած տարբերակների միջից ընտրեք, թե որն է, որ գործազուրկ է համարվում, աշխատանք փնտրող, թե
զբաղվածության հետ կապ չունի։ Պարեք ժամանակ։ Բուժքրոջ աշխատավարձը կազմում է ամսական $100, կլինիկայի տնօրեն ամուսնանում է նրա հետ, Հասանիկը եղել, Հասանիկից հետո կլինիկայի տնօրենը ժամանակում է գումար տրամադրել կնոջը, նախկինի չափով, սակայն որպես ամուսնու, այլ ոչ որպես բարձր աշխատողի։ Այդ ամուսնության պայմանավորված համախառնեշտին արդյունքի չափը այդ հավասար պայմաններում եւ ձեզ տրվում է 2 րոպե ժամանակ։ Նա մի աղոր չի ավելացնել, բայց ես ուրախանում եմ։ Աղուսյակի թվերը օգտագործելով դուք պետք է կազմեք աշխատողների առաջարկի և պահանջարկի կորերը։ Կարող է ձերես առաջի հատվածում տեղ չլինի, կորը աշխատում եք հետևողը։ Ձեզ տրվում է 2 րոպե ժամանակ։ Ներկայացրեք տնտեսության հիմնական նպատակները։ Տրված է 3 րոպե։ Ժամանակ։ Քանակ է չեն նշել։ Այսօր քանակ չեն նշել։ Եվ
Նշանը կենես։ Տեք նշանը։ Հլային նավսեր կարողը վերդիկ Մեսի հասած տարածություն։ Մենք կենտրոնական բանկ ենք, բոլոր բանկերի արկան և շատ կարևոր կառույց։ Իսկ ինչ գործառույթ եք իրականացնում դուք։ Մենք ապահովում ենք քների կայունությունը։ Կատարում ենք փողի թողարկումը։ Ապահովում ենք հրամաշրջանառությունը։ Վարկավորում ենք առևտրային բանկերը։ Պաշտպանում ենք սպառողների շահերը։ Կառավարության համար բանկի դեր ենք կատարում։ Ապահովում ենք ավանդային հաստատությունների պահուստները։ Ապահովում ենք տնտեսության կայունությունը։ Իսկ ո՞րն է ձեր կարգախոսը։ Պաշտպանություն, հուսալիություն, վստահություն։ Շնորհակալություն։ Որոշակի վիճակություններ գործված իրականության հանրը։ Այս ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք անկախ պատկերացել ենք, որ կենտրոնական բանկը նման է մարդու։ Քանի ինչպես որ մարդիկ ունեն իրենց գործառույթներն ու լիազորությունները այս երկրի վրա, այնպես էլ կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության դեմ։ Մենք մարդու սիրտը նմանեցել ենք էմիսիայի, քանի որ էմիսիան փողարկող դրամն է, որը տրվում է շրջանառության մեջ։ Շրջանառությունը հանդիսանում է մարդու այրան շրջանառությունը։ Մարդու վերջույթները հանդիսանում են առևտրային բանկերը, որին կենտրոնական բանկը վարկավորում է։ Իսկ նրա գլուխը, ավելի կոնկրետ ուղեղը հանդիսանում է քների կայունության ապահովումը։ Մենք ներկայացրել ենք կենտրոնական բանկը եւ ըստ մեր գովազդի կենտրոնական բանկը տարբերում է մյուս առևտրային բանկերից նրանով, որ նա է ֆինանսավորում մնացած բոլոր առևտրային բանկերին եւ չի տրամադրում վարկեր, հնարավորության կոնկրետ գործունեություն չի ծավալում հասարակության անդամների։ Եվ որոնք են կենտրոնական բանկի գործառույթները։ Կենտրոնական բանկը տնօրինում է բոլոր առևտրային բանկերին եւ կենտրոնական բանկը նաեւ կապեր է հաստատում արտասահմանյան բանկերի հետ, վարկեր արտասահմանյան բանկերի հետ եւ տնօրինում է բոլոր առևտրային բանկերին։ Կարող եք բոլոր դուք խոսել, եթե խոսացեք։ Քանի վրա մի թողեք։ Այսքան, ես հիմա ուղղակի ուզում եմ, որ մի անգամ էլ թիվ 27 եւ ազատ արժեշնակարգ դպրոցները կենտրոնական բանկի գործառույթներն ասել։ Կենտրոնական բանկը էմիսիան է, այսինքն դրամի արտադրությունը, դրամի շրջանառության ապահովումը, առևտրային բանկերի վարկավորումը ու գների կայունության ապահովումը։ Եվ թիվ 27 դպրոցը Կենտրոնական բանկը ապահովում է գների կայունությունը, ինչպես նաև կենտրոնական բանկը պաշտպանում է սպառողների շահերը։ Կենտրոնական բանկը կատարում է փողի թողարկումը եւ կառավարության համար հանդիսանում է որպես գլխավոր բանկ։ Կենտրոնական բանկը ապահովում է դրամների շրջանառությունը, Կենտրոնական բանկը ապահովում է տնտեսության կայունությունը եւ վարկավորում է առևտրային բանկերը։ Կենտրոնական բանկը ապահովում է նաև ավանդային հաստատությունների պահուստների 6% բաժինը։ Շատ շնորհակալություն։ Ես ուղղակի խնդրեցի, որ թիվ 45 դպրոցը դասեր փոխարինները որոքեին, ինձ թվում է, որ հետագայում նաև շատ ուշադրություն կլինենք եւ
իմանալ կկաշտենք այդ մասին, շնորհակալություն նստեք, բոլորը տեղավորվեք, մենք հիմա դասենք արդեն մեր հաստանակային ներկայացված տվյալներից 2 րոպեներ Համոզեցիք արդյունքները, չնայած մեր ուսուցիչները և բոլորս հուսքում ենք, որ կարծես թե երկրորդ փուլին դուք ավելի հեշտ հարցեր էիք դուրս բերում, քան առաջ փուլին, բայց միշտ այդպես է, երբ կողքից եք նայում մրցույթին, ինձ թվում է մրցակիցները շատ լավ է, թեժ պայքարի մեջ էին մտել։ Շնորհակալություն ձեզ, ձեր տաղ աշխատանքի համար և շնորհվում է պատվոգիր Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի աշակերտական թիմին, Հայաստանի պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության, Շիրակի մարզային ներկայացուցչության կողմից տնտեսագիտություն առարկայի շրջաններում կազմակերպված Բրենդինգ 2014 խաղ մրցույթում երրորդ հորիզոնականը գրավելու համար։ Եվ այդ կենտրոնական բանկի այցելության համար եմ տալիս, շնորհավորում եմ։ Շնորհվում եմ Ազատավի միջնակարգ դպրոցի աշակերտական թիմի, տնտեսագիտություն առարկայի շրջաններում Բրենդինգի խաղմրցույթում երկրորդ հորիզոնականը գրավելու շնորհվում եմ Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտական թիմին առաջին հորիզոնականը գրավելու համար։ Շնորհակալություն բոլորին։ Մենք ամենայն հավանականությամբ կկազմենք Շիրակի մարզի հավաքականը կենտրոնական բանկի